Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն է։ Այս մասին այսօր կուսակցության համաժողովում հայտարարեց նրա եղբորորդին Նարեկ Կարապետյանը։ Սակայն Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է եւ գործող օրենքներով չի կարող ոչ վարչապետի, ոչ էլ падգամավորի թեկնածու լինել։ Այսօրվա համաժողովում քաղաքական ուժի ներկայացուցիչները չպարզաբանեցին, հաշվի առնելով օրենսդրական հստակ արգելքները, ի վերջո ով է գլխավորելու Ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակը։ Սահմանադրությունը ունի 148 հոդված, ազգային ժողովի քվեարկությամբ է փոխվելու այդ դրույթը, հայտարարեց Նարեկ Կարապետյանը։ Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի падգամավորին ներկայացվող պահանջները, իսկ ազգային ժողովի падգամավոր կարող են տրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք։ Սա փաստացի նշանակում է, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել նաեւ Ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակում։ Կուսակցության համաժողովում հեռարձակված տեսաուղերձում իրավաբան Սիրանուշ Սահակյանն ասում էր, որ Սահմանադրության 148-րդ հոդվածն անփոփոխելի չէ եւ չի պահանջում հանրաքվե։ Նարեկ Կարապետյանն էլ հայտարարեց, թե ընտրություններից 20 օր անց հանդես կգան օրենսդրական փոփոխությամբ եւ դրանով հնարավորություն կտան Սամվել Կարապետյանին դառնալ վարչապետ։ Մեզ պետք է մեծամասնություն ազգային ժողովում, ասաց Նարեկ Կարապետյանը, պնդելով, որ հաղթելու են Սամվել Կարապետյանի հետ միասին։ Հայաստանի բարեկեցիկ կյանքի կառուցումը սկսվելու է ազգային ժողովի ընտրությունների հենց հաջորդ օրվանից հունիսի 8-ից։ Այս մասին նշվել է Սամվել Կարապետյանի տեսաուղերձի ժամանակ, որը գեներացվել էր արհեստական բանականության միջոցով։ Կարապետյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները իրեն կալանավորելով փորձում էին լռեցնել ժողովրդի ձայնը։ Հիմա մեր ձայնն ավելի բարձր է հնչում, հիմա մենք ձեզ հետ ավելի ուժեղ ենք, քան երբևէ։ Այսօր եւս մեկ անգամ հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է ու փոքրիկ խմբակն այլևս ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար, հայտարարեց նա։ Կարապետյանի խոսքով իշխանությունը ձախողել է թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը, իսկ տնտեսության վիճակը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ՝ աղքատենք ու խրված պարտքերի մեջ։ Մեր երկրին ամեն տեսակի արհավիրք ու թուլություն բերածները վերջին շրջանում միայն խոստանում են ու խոսում են միայն մեկ բանից՝ թույլ խաղաղությունից։ Խաղաղությունն առանց ուժեղ պետության կոչվում է հանձնվել, իսկ հանրությանը մոլորեցնում են, թե իբր ուժեղ բանակ ունենալը հավասարազոր է պատերազմի։ Սա հերթական սուտն է հանրությանը վախեցնելու համար, նշեց գործարարն իր տեսաուղերձում։ Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ մեր երկրին անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն։ Աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել խաղաղություն աղերսելով։ Մենք կուժեղացնենք մեր բանակը ու պաշտպանությունը նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ժամանակակից պաշտպանական ծրագրի մշակմամբ եւ ներդրմամբ, հայտարարեց Կարապետյանն, ավելացնելով, որ Հայաստանն ու մարդկանց տանելու են սննդած զարգացման ու բարեկեցության։ Եզրափակելով իր խոսքը, Կարապետյանը տեղեկացրեց, որ շուտով մանրամասն պատմելու են իրենց բոլոր ծրագրերի մասին, որոնք Հայաստանի համար բացառիկ են լինելու, ապա հավելեց. Մենք անպայման հաջողելու ենք մեր ձևով։ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանն այսօր իր ու իր աջակիցների գործով դատական նիստին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած մտքերին։ Նա ասաց, որ իրենց իրավունքները պաշտպանված չեն, որովհետև Փաշինյանն ուղիղ եթերում կարդաց հոդված, որով զբաղվում են իրավապահ մարմինները։ Ասում են ռադիկալ իսլամիզմի են նման պետություն են պետության մեջ։ Սա ասում է մեկը, որ տոտալ աղանդավորական գործունեությամբ է զբաղվում։ Ասում է ժողովուրդը մերժեց մեզ։ Ժողովուրդը չմերժեց, ժողովրդին դու ռմբահարեցիր ու բանտարկեցիր։ Մեզ մեղադրում է մի մարդ, որն Արցախ է հանձնել, մի մարդ, որը պարգևավճարի պաշտամունք ունի։ Սրան ոչ ոք չի արձագանքում։ Փաստորեն մեր երկրում ոչ մի իրավունք պաշտպանված չէ, ոչ հանձնական, ոչ միասնական, ասաց Բագրատ Սրբազանը։ Նա հավելեց, այս գործը երբևէ ահաբեկչության հետ կապ չի ունեցել։ Ըստ նրա, սա մի մարդու վախերի արտացոլումն է միայն։ Օրհներգի կատարման կարգը փոխվում է։ Այսուհետ պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենթանի կատարում պարտադիր է դարձնում։ Այս մասին կառավարության հերթական նիստի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որոնք պլանավորվում են պետական կառույցների կողմից, նախապես պետք է պլանավորեն եւ ապահովեն օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել երգչախմբային կամ նվագախմբային։ Մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր եւ երգչախմբեր, ովքեր էլ չունեն, թող հրավիրեն միջոցառման բյուջեից ուրիշ ատրիբուտների փոխարեն գումարը հատկացնեն կենդանի կատարումն ապահովելու համար։ Ոչ պետական կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների ու միջոցառումների ժամանակ կենդանի կատարումը նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել միայն այն պաշտոնական ձայնագրությունները, որոնք հասանելի են։ Ուսումնական հաստատություններում, մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում օրենքը սահմանում է ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգի հնչելը, օրհներգը պարտադիր կատարվելու է հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ, նշել է կառավարության ղեկավարը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II քրոջ որդու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Այսօր Արագածոտնի մարզի առաջին ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանքը վերացնել եւ որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը, ասաց Զոհրաբյանը։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը կալանավորված էր 2025-ի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 2 հոդվածներով, պաշտոնյական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրավացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրել է։ Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի նախկին քահանա կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա։ Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն եւ մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի խնդրանքով Ռուսաստանը սկսում է բանակցություններ երկաթուղիների 2 հատվածների վերականգնման վերաբերյալ, որոնք կապ կապահովեն Ադրբեջանի եւ Թուրքիայի երկաթուղիների հետ։ Հայկական կողմի խնդրանքին համապատասխան եւ Հայաստանի ժողովրդի նկատմամբ բարեկամական եւ եղբայրական զգացմունքներից ելնելով Ռուսաստանի Դաշնությունը որոշել է սկսել բովանդակային բանակցություններ Հայաստանի երկաթուղիների 2 հատվածների վերականգնման վերաբերյալ, որոնք կապ կապահովեն Երազ քաղաքի մոտ գտնվող Ադրբեջանի Հանրապետության երկաթուղիների, ինչպես նաև Ախուրյան գյուղի մոտ գտնվող Թուրքիայի Հանրապետության երկաթուղիների հետ, լրագրողներին ասել է Օվերչուկը։ Նա նշել է, որ վերականգնվող երկաթուղու հատվածների ընդհանուր երկարությունը մոտավորապես 1,6 կիլոմետր եւ 12,4 կիլոմետր է։ Բանակցությունների ընթացքում կորոշվեն այս նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական եւ այլ եղանակները։ Մենք բարձր ենք գնահատում ռուսական փորձի, գիտելիքների եւ տեխնոլոգիաների նկատմամբ վստահությունը, որը հայկական կողմը կրկին ցույց է տվել դիմելով Ռուսաստանին, ընդգծել է Օվերչուկը։ Այսօր փետրվարի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 9:20-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգ է ստացվել, որ Սայաթ Նովագյուղի Էջմիածնի խճուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանային Մասիսի Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Opel Magnishi ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը, Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Դավիթսն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են, ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում հրդեհ բռնկվել։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։